Factor TV-ի տեղեկություններով հաջորդ ամսվա սկզբին Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը կարող է բացվել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Դեռ 2022-ի հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիեննայում պայմանավորվածություն էին ձեռք բերել հնարավոր ամենասեղմ ժամկետներում ապահովել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն երրորդ երկրների քաղաքացիների համար։ 3.5 տարի անց Անկարան դեռ գործնական քայլ չի արել։ 2025-ի վերջին խորհրդանշական քայլի հավանականության մասին էր ակնարկել Թուրքիայի նախագահը, իսկ մի քանի օր առաջ ԵԽԽՎ նստաշրջանում թեմային անդրադարձել է Արարատ Միրզոյանը։ Հայաստանը շարունակում է վճռականորեն հանձնառու մնալ Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում շարունակական առաջընթացը, ներառյալ սահմանի լիակատար բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ Գումրի կարծերկաթողու վերականգնումը կարևոր ներդրում կլինի տարածաշրջանային կայունության եւ բարգավաճման ամրապնդման գործում։ Դեկտեմբերի 29-ին գործադիրը որոշեց Թուրքիայի հատուկ եւ ծառայողական անձնագիր ունեցող քաղաքացիների Հայաստան այցելության մուտքի արտոնագրի տրամադրումն անվճար դարձնել։ Հարցը կառավարությունը հապճեպ էր ընդունել։ Մեկ օրվա ընթացքում նախագիծը ներկայացվեց եւ հաստատվեց գրավոր ընթացակարգով։ Հիմնավորման մեջ նշված է. Թուրքիայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ փոխադարձության սկզբունքով 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանն ու Թուրքիան ի-վիզա համակարգով առանց պետտուրքի անվճար Հայաստան եւ Թուրքիա մուտք գործելու համար անհրաժեշտ արտոնագիր ստանալու հնարավորություն են ստեղծելու երկու երկրների դիվանագիտական, ծառայողական եւ հատուկ անձնագրեր ունեցող անձանց համար։ Հունվարի 14-ին Թուրքիայի պետական Անադոլու լրատվական գործակալությունը գրեց. հայ-թուրքական սահմանին գտնվող Թուրքիայի Ալիջան սահմանային անցակետում իրականացվող աշխատանքների 90%-ն ավարտված է։ Նշվում է, որ մաքսային եւ այլ ընթացակարգերի համար նախատեսված շենքերի կառուցմանը զուգընթաց տեղադրվում են նաեւ գովազդային վահանակներ եւ ցուցանակներ։ Շեշտվում էր, այսպիսով փորձ է արվում խրախուսել Հայաստանից Թուրքիա ժամանողներին ուսումնասիրել Իգդիրը եւ դրա շրջակայքը։ Համանային վերահսկողությունը անցնում է, եթե խնդիր չունի, ստեղով դուրս է գալի աչքով ու անցնում է դեպի, եթե մեքենա կա մեքենայով, եթե ոտքով, ուրեմն ոտքով տեղափոխվում արդեն դեպի Թուրքիա։ Այս տեսանյութն էլ Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը հրապարակեց հունվարի 26-ին։ Մարգարե անցակետ էին այցելել պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Անցակետը պատրաստ է շահագործման դեռևս 2023-ի վերջից։